Ես ունեմ խանութ, ունեմ ինչ-որ ապրանք, որը ցանկանում եմ վաճառել Wildberries-ով կամ Ozon-ով։ Ինչ եմ անում ես։ Եկեք սկզբից տարբերակենք երկու տեսակ վաճառք։ Վաճառք, որը որ Հայաստանում է իրականացվում, ու վաճառք, որը որ Հայաստանից դուրս է իրականացվում։ Հայաստանից դուրս որ իրականացվում է վաճառքը, օրինակ ԱՀ-ի տեսանկյունից դա պետք է լինի 0%, բայց դրա հիմնավորումները, դրա անպատասխան փաստաթղթավորումը օրենքով ինչ պահանջվում էր, դա չէր լինում ապահովել ու որոշ դեպքերում ԱՀ 0%-ը չէր կիրառվում։ Քանի որ հիմա օրենքում փոփոխություն է նախատեսվում, որ այդ տեղեկատվությունը հիմք է լինելու, որ ԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառվի, այդ տեղեկատվության հիման վրա արդեն բիզնեսները կարան իրենց ԱՀ-ն 0% հաշվեն, այսինքն չհաշվեն, էլի։ Օրենսդրական անորոշություն ինքը երկու կողմերի համար է խնդիր է տալիս, եւ հարթակ շահագործողին եւ բիզնեսներին։ Հարթակ շահագործողը որոշակի լուծումներ է գտել, որը ընդունելի է կոպիտ ասած մեր հարկային համար, ինչ է անում, եթե օրինակի համար այսօր վաճառք է տեղի ունենում դեպի Ռուսաստան, հարթակը ասում է վաճառել ինձ, ես կարտահանեմ։ Իսկ որ մենք վաճառում ենք հարթակին, ստացվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության տարածքում ենք ապրանքը վաճառում, հետեւաբար վաճառում ենք ավելացված արժեքի հարկով։ Այս կարգավորումից հետո հավանաբար հարթակ շահագործողը կփոխի իր մոդելը, այսինքն ինքը ոնց կա իր բունեությունը, որ միջնորդություն անում է, տենց կանի ու բիզնեսն է խնդիր չունենա այդ արտահանման 0%-ը կիրառելու, ինչը ենթադրում ենք, որ ԱԳ-ին ավելի մրցունակ կդարձնի հայկական սելերներին ընդհանուր հարթակի մեջ։